Ողջույն, պատրաստելու եմ շատ համեղ ընկույզով քաղցրավենիք։ Վերցրել եմ 2 հատ ձու, այստեղ 100 գրամ շաքարավազի հետ լավ կհարեմ։ Ավելացնում եմ 200 գրամ հալած կարագ։ Թողնում ենք սառի կարագը, տակ-տակ չենք լցնում։ Կավելացնեմ թթվասեր 200 գրամ։ Վերցնում ենք 500 գրամ ալյուր, մաղել եմ նախորոք, կավելացնեմ 2 ճաշի գթալ օսլա, վերցրել եմ եգիպտացորենի օսլա։ Կարող եք նաև կարտոֆիլի վերցնել։ Այստեղ կավելացնեմ 1 թեյ գթալ փխրեցուցիչ և վանիլին։ 4 բաղադրիչները խառնում ենք և ավելացնում ենք այս զանգվածին։ Հունցելու ենք փափուկ խմոր։ Ահա, ստացվեց այսպիսի փափուկ խմոր։ Այս խմորով կարող եք նույնիսկ համեղ գաթաներ պատրաստել։ Ահա, տեսեք ինչպիսի խմոր ստացվեց։ Հիմա թողնում ենք սառնարանում 20 րոպե հանգստանա, լավ ծածկում ենք։ Վերցրել եմ 150 գրամ շաքարավազ, նույնքան էլ մանրացրած ընկույզ։ Տեսեք, շատ լավ մանրացրել եմ բլենդերով։ Կավելացնեմ կես թեյ գթալ վանիլին։ Ըստ ցանկության կարող եք ավելացնել դարչին։ Մոտ կես թեյ գթալ։ Խմորը լավ հանգստացել է, սառել է։ Հիմա այս զանգվածի մի մասը այսպես լցնում ենք։ Լավ բացում ենք։ Մյուս մասն էլ վրայից։ Եվ գրտնակում ենք։ Գրտնակեցի, այսպես ամբողջ խորիզը խմորի հետ խառնվում է, գրտնակվում է։ Հիմա կտրատում ենք այսպես։ Այսպիսի մասերի ենք բաժանում։ Վերջ։ Հիմա այսպես փաթաթելու ենք։ Տեսեք։ Դնելու ենք յուղաթղթի վրա, այսպես։
Ահա, այսպիսի գեղեցիկ ռոլիկներ են ստացվում, ջեռոցը նախորոք տաքացնում եք, եփելու ենք 180 աստիճանում, մոտ 15-20 րոպեմ կեփվի, վերջնական տեսքը ցույց կտամ։ Ահա, ստացվեց, տեսեք ինչքան լավ է ստացվել, փափուկ, համեղ և շատ հեշտ։ Անպայման փորձեք, շատ լավ բաղադրատոմս է։ Այսքանը, բարի ախորժակ, ցտեսություն։